Այսուհետ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված բանկերում եւ վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք եւս կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։ Ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաեւ գործող ծառայողները։ Հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները, անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից եւ թիրախային խմբի պատկանելությունից։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրիլիոն 356 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից ավելի է 9.4 միլիարդ դրամով կամ 0.7%-ով։ Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։ Բանկային համակարգը շարունակում է մնալ մեր տնտեսության կայուն թափանցիկ հաշվետվողական համակարգերից մեկը, գործելով առողջ մրցակցային միջավայրում։ 2024-ին բանկային համակարգը շարունակել է իրականացնել իր բնականոն աշխատանքը, միաժամանակ արձանագրելով կայուն աճ բոլոր հիմնական ցուցանիշների մասով։ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագիր, որը ենթադրում է 10% մաքսատուրք Եվրամիության ապրանքների վրա, սակայն մի շարք պայմաններով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը ցանկանում է, որ Վաշինգտոնը պարտավորվի նվազեցնել մաքսատուրքերը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում դեղագործություն, ալկոհոլ եւ կիսահաղորդիչներ։ Դոլարը 2025-ի առաջին կիսամյակում գրանցել է իր ամենավատ արդյունքը 1973 թվականից ի վեր։ Հիմնական պատճառները Թրամփի 3.3 տրիլիոնանոց նոր տնտեսական ծրագիրն ու ֆեդերալ պահուստային համակարգի վրա ճնշումներն են։ Արժեզրկման հետևանքով դոլարը կորցնում է վստահությունը շուկաներում։ Ներդրողները սկսել են հրաժարվել դոլարով գործարքներից, փոխարենը աճ են գրանցել ֆունտն ու եվրոն։ Պետական Ռոսատոմ կորպորացիան հաստատել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայում կառուցված աքքույի ու ատոմակայանի նախագծի 49% բաժնեմասի վաճառքի շուրջ։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ մոտ 25 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի 49%-ի վաճառքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։ Սպառողների բոլոր կատեգորիաների համար Ռուսաստանում ցանցերով էլեկտրաէներգիայի փոխանցման սակագնի ինդեքսավորումը հուլիսի 1-ից կազմել է 11.6%։ Միասնական էներգետիկ ցանցով էլեկտրաէներգիայի փոխանցման սակագինը բարձրացել է 11.5%-ով առանց լրացուցիչ վճարի։ Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 12.6%-ով։ Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի ուղևորների ցուցակի առկայությամբ, սակայն նոր կարգավորումը ոչ բոլորի համար է հասկանալի ու կիրառելի։ Շատ վարորդներ խոսում են տեխնիկական բարդությունների մասին։ Ոչ կայքն կարող աշխատի, ոչ էլ զգուշացնում են ոնց են անում, ինչ են անում։ Այս փաստաթղթի առկայությունը պարտադիր է 6 եւ ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար, ներառյալ վարորդի տեղը։ Քանի որ արդեն պատրաստի տպագրված փաստաթղթում փոփոխություններ չի կարելի կատարել, մասնագետները վարորդներին հորդորում են այն կազմել վերջին պահին, երբ արդեն հստակ է, թե ովքեր են լինելու ուղևորները եւ ինչ մեքենայով է իրականացվելու ուղևորափոխադրումը։ Ինքը պետք է լրացվի անպայման համակարգչով եւ տպագրվի print տված տեսքով, թղթային տեսքով պետք է լինի վարորդի մոտ ամբողջ ուղևորության ընթացքում։ Ուղևորների անունների փոփոխություն ընթացքում չի կարելի, այսինքն ջնջել, ձեռքով ավելացնել, գրիչով ավելացնել դա չի կարելի։ Վարորդներն ասում են, փաստաթղթերի հետ կապված տեխնիկական ամբողջ աշխատանքը երբեմն կատարում է ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը, իսկ իրենք գործնականում չգիտեն ինչ է պետք անել, եթե օրինակ մեքենան ճանապարհին փչացել է
կամ ուղևոր է ավելացել։ Ասում են, որ որոշ հատվածներում անհնարին է կազմակերպել նույնիսկ արդեն կազմված փաստաթղթի պատճենումը։ Ասենք թե Վրաստանից գալիս են Սադախլուից մինչև Մարնելիս ադրբեջանցիներին ես ընդդեմ ասեմ կանգնած եմ այս ուղևորների քանակը տպիտուր։ Վարորդները նաև հարցնում են, թե ինչպես լրացնեն ցուցակը, եթե ճանապարհի կեսից մեքենայի անսարքության պատճառով ստիպված են լինում փոխել այն։ Ասում են, ուղևորների լրիվ ցուցակը նախապես կազմելը միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ կան մարդիկ, որոնք միանում են տարբեր քաղաքներից, իսկ պատասխանատուներն էլ պարզաբանում են, ձևաչափն արդեն պատրաստ է եւ վարորդից պահանջվում է ընդամենը այն ներբեռնել ու լրացնել։ Եթե պետք է գնա ճանապարհի կեսին կանգնի, այս մասին պետք է նախապես մտածել, մեքենան պետք է լինի սարքին վիճակում միանշանակ, իսկ եթե ինչ-որ չեպի եղել հասել է սահմանը անցել է, այնտեղ է մեքենան վնասվել, ինքը պարտավորություն ունի, որ նոր մեքենա պետք է կանչեն, այդ ուղևորներին տեղափոխեն։ Ինքը պարտավոր է ապահովի ուղևորների երթ։ Այս դեպքում նույն ցուցակի մեջ ուղղակի մեքենայի համարը փոխեն, նոր մեքենայի համար գրեն։ Վարորդները չեն կարող գրիչով լրացնել ուղևորների ցուցակը։ Բացի այդ, փորձագետներն ասում են, որ էլեկտրոնային տարբերակի առկայությունը բնավ պարտադիր չէ։ Եվս մեկ անգամ հիշեցնում են, որ փաստաթուղթը հարկավոր է ոչ միայն սահմանն անարգել անցնելու համար, այլև երթուղու ողջ ընթացքում մեծ տուգանքներից խուսափելու համար։ Վրաստանի տեսչական մարմին ստուգումները իրականացնելու նաև Վրաստանի տարածքում ճանապարհներին, այսինքն ու բավականին մեծ տուգանքների մասին է խոսքը լինելու։ Եթե չունեցան այդ փաստաթուղթը, որևէ բան չի արդարացնելու իրեն։ Այնպես չէ, որ բոլորին կանգնացնելու են ստուգեն, բայց պատահականությունը միշտ կա։ Նոր կանոնակարգն արդեն գործում է ու սահմանային անցակետում արդեն որպես օրինակ տեղադրել են համապատասխան ձևաթուղթը։ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ծավալը այս տարի կկազմի 159.9 միլիարդ դրամ։ Միաժամանակ առաջիկա 3 տարիների ընթացքում կանխատեսվում է նաև տարեկան 3.9% միջին աճ եւ Հայաստանի հաղորդակցության շուկայի ծավալի ավելացում մինչեւ 173.4 միլիարդ դրամ։ Եկամտի հիմնական աղբյուրներն են բջջային կապը եւ ֆիքսված ինտերնետ ծառայությունները։ Կանխատեսումն արել է ռուսական Telecom Daily ընկերությունը։